Առաջին հայացքից սովորական տրոլեյբուս է, սովորական երթուղի, բայց բավական է նայել վարորդի նստատեղին, որպեսզի հասկանաս, այս պատմությունը սովորական չէ։ Մինչ քաղաքը դեռ ամբողջությամբ չի արթնացել, 23-ամյա Իվետա Սարգսյանը արդեն աշխատանքի է։ Նա ստուգում է երկաթե գործընկերոջը, համոզվում, որ ամեն ինչ պատրաստ է ու սկսում հերթական երթուղին։ Իվետա Սարգսյանն է, ունի հաշվապահի, զբոսավարի եւ հոգեբանի մասնագիտություններ, սակայն իր մասնագիտական ճանապարհը որոշել է տրոլեյբուսով անցնել։ Նուրբ ժպիտով նա ամեն օր կոտրում է տարիներով ձևավորված կարծրատիպերը եւ ապացուցում, որ մասնագիտությունը սեր չի ճանաչում։ Եթե մի քանի տարի առաջ որևէ մեկը նրան ասեր, որ մի օր քաղաքի փողոցներով տրոլեյբուս է վարելու, հավանաբար կժպտար։ Նրա մանկական երազանքների ցանկում այս մասնագիտությունը հաստատ չի եղել, բայց կյանքը երբեմն հենց ամենաանսպասելի շրջադարձերն է առաջարկում։ Փոքր ժամանակ երբ երթևեկում էի տրանսպորտով, անընդհատ պատկերացնում էի, իսկ ես ինչպիսի վարորդ կլինեմ, բայց երբեք չէի պատկերացնի, որ մանկական այդ պատկերացումները իրոք կդառնան օրերից մի օր իրականություն ու ես մարդկանց կտեղափոխեմ։ Օրերից մի օր որոշեցի, որ քանզի շատ եմ սիրում ղեկը ու առհասարակ երթևեկությունը, արժի նաև ուժերս փորձել այս բնակավարում։ Ու քանի որ հիշում էի, որ Երևանի էլեկտրատրանսպորտը ուսուցանում էր այս մասնագիտությունը, որոշեցի դիմել։ Իվետայի խոսքով վարորդի աշխատանքը միայն ղեկին նստելը չէ, այն պահանջում է կենտրոնացում, զգոնություն եւ պատասխանատվություն յուրաքանչյուր պահի եւ ուղևորի նկատմամբ։ Առաջին օրս իրականում, եթե անկեղծ անցավ, շատ լարված, քանի որ ես առանց ինստրուկտորի էի արդեն առաջին օրս էր, ես ամեն ինչից լարվում էի, բայց ես հասկացա, որ միշտ չի կարող մեր ինստրուկտորը մեր կողքին լինել ու օրեր անց արդեն այդ լարվածությունը վերացավ։ Ես հիշում եմ առաջին անգամ պարկի տարածքում ինձ սովորեցնում էին, թե ինչպես է պետք ճիշտ փոխել ածուխները եւ այլ գործողություններ կատարել ու քանի որ իրենք շատ ծանր են, իսկ ես քաշովս բավականին թեթև եմ, այնպեսի տպավորություն էր, ոնց որ լարը հենց ինձ վերև բարձրացներ։ Նոր մասնագիտության ընտրությունը շատերի համար անսպասելի էր։ Ոմանք զարմանքով են նայում նրան, մյուսները հետաքրքրվում են։ Արդյոք դժվար չէ նման մեծ տրանսպորտային միջոց վարել։ Կան նաև ուղևորներ, որոնք պարզապես չեն թաքցնում իրենց հիասմունքն ու հիշողության համար լուսանկարվում են նրա հետ։ Շատ հաճախ ուղևորներս էլ են ասում, մենք մտածում էինք, թե ղեկին մարդ չկա, որովհետև այնքան փոքր եք ու չեք երևում հեռվից։ Աշխատանքային օրը Իվետան հիմնականում սկսում է վաղ առավոտից։ Նա վարում է S2 Aeratia Նուբարաշեն երթուղու տրոլեյբուսը։ Այնտեղ ով շարժվեց նոր։ Օնո դադյան։ Լավ։ Ամենադժվար պահերը Իվետայի խոսքով խցանումներն են, երբ պետք է միաժամանակ ուշադիր լինես ճանապարհին, հետևես տրանսպորտին, ուղևորներին։ Մի վայրկյան անգամ իրավունք չունես շեղվելու։ Բայց հենց այդ բարդությունների մեջ էլ Իվետան գտնում է իր աշխատանքի գեղեցկությունը։ Օրական բազմաթիվ նամակներ եմ ես նույնիսկ ստանում, շատերը նույնիսկ ինձ մոտենում են անձամբ ինձ ասում են շնորհակալություն իջնելուց առաջ ու հասկանում են, որ իրոք աշխատանքս գնահատված է։ Բայց այս աշխատանքում կան նաև պահեր, որոնք հոգնածության փոխարեն ժպիտ են պարգևում։ Երեխաների բարևները, տարեց ուղևորների շնորհակալական խոսքերը, մարդկանց անկեղծ վերաբերմունքը։ Հենց դրանք են երկար օրվա ավարտին նոր ուժ տալիս հաջորդ օրը նույն ոգևորությամբ աշխատանքի գալու։ Հիշում եմ մի պապիկ արագ վազելով երթևեկության ընթացքում համ վարում էի, համ սենց վազելով, վիզա ընկնելով եկավ մոտեցավ ինձ ասում է ներողություն երկարությունն ինչքան է տրոլեյբուսի կարող է իմանալ, ասեցի իհարկե մոտ 13 մետր ասա, ուրեմն հաստատ իմաստուն էր, որ վերջից եկա դիմացից իջնեմ, ժամանակի մեջ շահում եմ։ Նա ամեն օր անցնում է նույն փողոցներով, կանգնում նույն կանգառներում, բայց յուրաքանչյուր օր իր համար նոր պատմություն է։ Ղեկին նստած այս երիտասարդ աղջիկը ոչ միայն տրոլեյբուս է վարում, այլ նաև իր ընտրած ճանապարհը։ Ճանապարհ, որտեղ կարևոր է ոչ թե ով ես, այլ այն, թե որքան նվիրվածությամբ ես կատարում քո գործը։ Տրոլեյբուսը շարունակում է իր ընթացքը, իսկ ղեկին 23-ամյա Իվետան է։ Սվետլանա Պետրոսյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։